ապագա զինվոր ռազմա հայրենասիրական ակումբի բոլոր անդամներին եւ նրա ղեկավարին, հիմնադրին Սամսոն Մուրադյանին, համեցական Մուրադյան։ Շատ բարձր եմ գնահատում ձեր աշխատանքը եւ այս պատվոջիրը, այս գնահատանքի ջիրը, որ մենք տալիս ենք ձեզ, թող հիմք դառնա ձեր հետագա հաջողությունների համար։ Այո, Հայաստանը ուժեղ տղամարդկանց երկիր է դառնալու, դարձնելու ենք, կարգապահ, ուժեղ, գործին լավ տիրապետող, հայրենասեր, սա է մեր իդեալը։ Եվ դուք այդ գործն եք անում տարիներ շարունակ, Աստված օրհնի ձեզ։ Ու քանի որ դուք խոսք ունեք ասելու, ես պիտի խնդրեմ, որ այդ խոսքը ասեք զինվորների ներկայությամբ, զինվորներին հրավիրեք ձեզ մոտ, թող իրանք ձեր կողքին լինեն, եկեք երեխեքան, եկեք այստեղ, ղեկավարի հրամանատարի կողքին կանգնեք, որ համեցեք, սա շնորհակալ եմ, փոքրիկները, մեծերը, բոլորը լավ են, կանգնեք, որ մենք էլ անպատրաստուց կներեք այս տեսքի համար, ճիշտ ասած, քանի որ մենք պատրաստվում ենք մեր 5-ամյակին հունվարի 28-ին, ես էլ իքսել Պարոն ձեզ հրավիրում եմ, մենք էլ ձեզանից ենք շնորհակալություն հայտնելու մեր 5-ամյակն լինելու Փուլ եւ Համրերի դահլիճում, ամսի 28-ին ժամը 2-ին, ամսի 28-ը գիտեք ինչու է հունվարի, դա մեր բանակի օրն է, եւ որոշեցինք այդ օրը կազմակերպել մեր 5-ամյակը, եւ սիրով ձեզ բոլորիդ, ձեզ անձամբ հրավիրում ենք լինելու մեր 5-ամյակին, որտեղ լինելու է մեր հաշվետվությունը, մեր արած աշխատանքները տարեկան եւ փոքրիկ համերգային ծրագիր մեր ընկերների աջակցությամբ ես շնորհակալություն եմ հայտնում եւ այդ օրը ինչի համար եմ ասում, որ դուք ներկայացնում եք Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ մարդիկ են, որ կարողանում են գնահատել այս ամենը։ Դուք ճիշտ եք ասում, պետք է նաեւ մի փոքրիկ աշխատանքներ գովել աշխատանքը եւ ես շնորհակալ կլինեմ, որ ձեր նման մարդիկ շատ լինեն եւ կարողանան գնահատել մարդկանց աշխատանքը։ Եվ ինչ եմ ես միշտ ասում, այս ամեն ինչը ստանալուց հետո այն երեխաներն են գիտեն։ Ինչ ենք անում։ Ծառայում ենք